Տեսեք, այնպիսի թալան, ինչպիսին վերջի 8 տարում, 9 տարում է կատարվել սրանց օրոք, երբևիցե տեղի չի ունեցել։ Ներկայիս իշխանությունները օտար երկրյա ընկերության հետ ձեռքի տված թալանում են ժողովրդին, հա։ Ասֆալտի որակը ահա որ վատ է, ասֆալտի վրա տարվա մեջ երևի նույն հատվածում 2-3 անգամ ասֆալտ են անում, 3-ն էլ անվորակ, այդ գումարները գնում է չգիտեմ ում գրպանները, հա, եւ մեր համար տաքսու վարորդների պայմաններ չի ապահովում նորմալ գործունեության համար։ Խցանումների խնդիրը, տեսեք այն փոփոխությունները, որը արել է Ավինյան Տիկոն, ի վնաս քաղաքի է եղել։ Ոչ մի փոփոխություն բարելավում չի գրանցել, հակառակը։ Ու այդ փոփոխությունները ես անընդհատ ամեն անգամ զանգահարում եմ քաղաքապետարան եւ իրանց ասում եմ, այս տեի շրջադարձը, որ հանել եք, ի վնաս է, ոչ թե օգուտ։ Ու իրանք ոչ մի բան չեն փոխում։ Պրոսպեկտը ամբողջ օրը կանգնած է, քաղաքի կենտրոնը կանգնած է, Կոմիտասը կանգնած է, ավելի վատացել է, իհարկե։ Ու այդ փոփոխությունները դիտավորյալ են արել, որպեսզի քաղաքի կենսագործունեությունը խաթարեն։ Որովհետև հայ ազգի թշնամիներն են, որովհետև հողերը տալիս են Թուրքին, ամեն ինչ նվիրում են Թուրքին, էլեկտրացանցը տալիս են թուրքերին։ Սրանք հայ ազգի թշնամիներ են, իրանց հետաքրքրում է թալանեն, գրփեն, վերջում էլ փորձեն փախտեն, բայց իրանց չի հաջողվելու, նախօրոք ասվում է։